Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Սիս և Երևան։ Երևան դարձած իմ երեբունի, դու մեր նոր Դվին, մեր նոր Անի, մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։ Հիմա բայց քարը քար չէ։ Քարը փոխվեց բետոնի, Վարդագույն Երևանի նկարագիրն այլևս գոյություն չունի, Հռոմից 29 տարով մեծ լինելու փաստն այլևս չի արձանագրվում։ Այսօրվա մեր քննարկման թեման մայրաքաղաքն է եւ այն, թե ինչ են առաջարկում քաղաքական ուժերը մայրաքաղաքին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից պարոն Մանուկ Սուքիասյանն է մեր հյուրը եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունից պարոն Սուրեն Գյուրջինյանը։ Նորուժ ռեֆորմիստական կուսակցությունից Քրիստինա Վարդանյանը եւ Սարհատ Պետրոսյանը միասնության թևեր կուսակցությունից։ Սկսենք մեր քննարկումը եւ սկսենք Լուսավոր Հայաստան կուսակցությունից։ Ինչ խնդիրներ եք արձանագրել դուք մայրաքաղաքում եւ ինչ եք առաջարկում ձեր ընտրողներին։ Սկզբից անդրադառնանք խնդիրներին, վերջում առաջարկներին կանդրադառնանք։ Շատ լավ, նախ շատ շնորհակալություն հրավերի համար։ Կփորձեմ ես խոսալ ավելի շատ որպես Երևանի բնակիչ, բայց նաև հաշվի առնելով, որ քննարկումը խորհրդարանական ընտրություններից առաջ է, կփորձեմ կապել որպես բնակիչ իմ բողոքները նաև օրենսդիրում հնարավոր գործունեության մասին Երևանի հետ կապված։ Չի ուզենա անդրադառնալ այն խնդիրներին, որոնք բոլորիս համար ակնհայտ են, այդ ճանապարհների փոսերը, հատկապես շատ արդիական են դարձել, արժանանալով վարորդների ցենզուրային եւ ժամանակ ոչ ցենզուրային ռեակցիայի, աղտոտվածությունը, տրանսպորտը, կանաչ տարածքների սակավությունը եւ այլն դրա մասին ինձ թվում է գործընկերները առավել մանրամասն կասեն, թե խնդիրները, թե իրանց լուծման ճանապարհները, հատկապես Երևանի ավականու մեր գործընկերը, որովհետեւ ամենօրյա ռեժիմով այդ թեմայի մեջ է, խնդիրների վերհանման եւ լուծման առաջարկների։ Ես կուզենայի շեշտադրումը անել մի Երևանի խնդրի վրա մի քիչ այլ տեսակետից։ Զարմանալի է, բայց կոնկրետ Երևանի համար պետությունը չունի զարգացման ռազմավարություն, թվում է թե մայրաքաղաք, Հայաստանի բնակչության գրեթե կեսը, բայց մենք պետական մակարդակով ընդունված Երևանի զարգացման կամ Երևանի առանձին վերցրած ենթակառուցվածքների զարգացման ռազմավարություն չունենք։ Մենք ունենք Երևանի զարգացման կարծեմ հնգամյա ծրագիր եւ մեկամյա ծրագրեր, որոնք որ հաստատվում են Երևանի ավականու կողմից, այսինքն պետության դերը, կառավարության դերը այդտեղ կարծես թե 0։ Երևանը ինքնին ունենալով բավականի հարուստ բյուջե, բավականի մեծ կարողություններ համեմատած այլ քաղաքների հետ, բայց Երևանի առջև ծառացած խնդիրները Երևան համայնքը իր ուժերով շատ ժամանակ լուծել չի կարողանում։ Էլ չասեմ, որ Երևան համայնքի շատ խնդիրներ դուրս են համայնքապետարանի, այսպես ասած, պատվիրակված լիազորություններից։ Այդ կապակցությամբ ես իմ կողմից ավելի շուտ խոսակցությունը կտանեմ դեպի պետության ներգրավվածությունը Երևանի խնդիրների լուծման մեջ եւ ինչ կարող է անել օրենսդիրը այդ կապակցությամբ։ Շատ լավ, Տիկին Վարդանյան։ Սկսեմ դրանից, որ ցանկացած մարդու համար իր երկրի մայրաքաղաքը ամենակարևոր քաղաքն է եւ դա միայն երևանցիների հարցը չի, այսինքն ամբողջ հանրապետության մեր բնակչության համար։ Եվ ցավոք սրտի Երևանը չի կարող այսօր մրցակցել որպես օրինակ ծառայող քաղաք, բազմաթիվ խնդիրներով եւ նաեւ բազմաթիվ հարցերով պայմանավորված եւ այն խնդիրները, որոնք որ Երևանում չեն լուծվում այնպես, ինչպես պետք է լուծվեն գրագետ ուղու մասին եմ ես ասում, նրանք ցավոք սրտի այսօր կրկնվում են նաև հանրապետության տարբեր քաղաքներում եւ շատ եմ ես հիմա այնպես ստացվեց, որ լինում եմ տարբեր մեր քաղաքներում եւ նույն այս ամենաբարձր ուրեմն դժգոհությունը մեր համակարգացիների կողմից արտահայտված ծառերի փոխարինման այս սոսկալի ծրագիրը, որ ունի հանրային առողջապահության տեսանկյունից ահռելի ազդեցություն, ես տեսնում եմ, որ մնացած քաղաքներում էլ այդ նույն ծառատեսակները, որ
որոնք որ բացարձակապես ոչ մի նպատակ չունեն էկոծառայությունների մեջ, կրկնվում են այնտեղ էլ։ Այսինքն մարդիկ ընկալելով մայրաքաղաքը որպես ամենազարգացած, ամենաճիշտ մոտեցումներ թվացial ձևով, նրանք սկսում են կրկնել այն սխալները, որոնք որ կան մայրաքաղաքում, եւ հետեւապես ես կարծում եմ, որ ամենակաղող հարցը, որ մենք ունենք Երևան քաղաքում կառավարման մասով քաղաքի, դա սխալ պլանավորումն է, մասնագիտական շատ մեծ բացերը եւ սա ձեռագրային բնույթ է կրում, այսինքն այս ձեռագիրը բոլոր ոլորտներում մենք գրեթե տեսնում ենք եզակի բացառություններով եւ գրագետ վերահսկողական համակարգը, այն ինչ որ տեղի ունենում այսօր տրանսպորտային բարեփոխում անվան տակ ծրագրի շուրջ, մենք ականատես ենք ամենօրյա երևանցիների ուրեմն դրգոհությունը, որը արդարացված է շատ եւ երբ որ մենք ի սկզբանե ասում էինք, որ այս ձևով այս տրանսպորտի ծրագիրը բարեփոխման եւ թանկացման այս գործընթացները, որոնք դուք սկսում եք, չունի իր ուրեմն գրագետ ուրեմն վարումը եւ պրոակտիվ չի եւ դուք տեսնելու եք այն խնդիրները, բոլոր ռիսկերը, ոչ թե նախապես գնահատելով եւ նվազեցնելով այդ ռիսկերը, այլ դուք հետո ներդրման պարագայում մենք ուղղակի գնահատելու ենք այն ամենը, ինչ որ մենք այսօր տեսնում ենք, իսկ մենք ի սկզբանե էինք ասում եւ ցույց էինք տալի, որտեղից կարելի է այդ գումարները վերցնել բազմակի անգամ գույքահարկից ավելացված եւ այլն եւ չանել երևանցիների համար այսպիսի մի մղձավանջ ամենօրյա աշխատանքի հասնելը, չէ՞ որ նաեւ իշխանության առաջնային ուրեմն կարեւորություններից հանդիսանում է նաեւ այն հարցը, որ հարկատուն պետք է նորմալ պայմաններում, բարեկեցիկ պայմաններում հասնի աշխատանքի վայր, այլ ոչ թե զայրացած, դա կլինի ուսանող, դա կլինի գործատու, աշխատող, նշանակություն չունի, մարդը արդեն արդյունացած վիճակով գալիս է հասնում է։ Այսինքն մենք չենք կարողացել ստեղծենք Երևանցու համար բարեկեցիկ քաղաք, կոմֆորտ չկա ոչ մի բանում, որտեղ մենք նայում ենք, ամենտեղ կան բազմաթիվ խնդիրներ, իհարկե խնդիրներ լինելու են ցանկացած կառավարման ձևում, բայց գիտեք ինչ, մի բան է, երբ որ ցանկացած ծրագիր իրականացնում է պրոֆեսիոնալը, օրինակ նույն Թիֆլիսում տրանսպորտի բարեփոխման ծրագիրը իրականացնում էր ՄԱԿ-ի փորձագետը տրանսպորտի ծրագրով, ով ուներ 3 ԱՊՀ երկրներում արդեն ներդրած ծրագիր եւ Միացյալ Թագավորությունում ստացել էր մրցանակ իր կատարած աշխատանքի համար։ Այսինքն սխալը, որը կգործեր իր ճանապարհին միջազգային փորձագետը եւ այն մարդը, որ առաջին անգամ է լսում ուրեմն տրանսպորտի այս խնդիրները Երևանի քաղաքապետարան մտնելով, այդ մարդկանց կատարած սխալները լինելու են շատ տարբեր, իսկ անդրադարձը անմիջականորեն մեր քաղաքացիների վրա, մեր բնակիչների վրա եւ ցանկացած ստրես բնականաբար դա իր անդրադարձն ունի մարդու առողջության վրա, այսինքն մենք չենք կարողանում ապահովենք առողջ հասարակություն եւ առողջ հարկատու, որը երջանիկ եւ լիարժեք եւ առողջ ամենակարևորը ապրում է իր քաղաքում։ Շատ լավ, պարոն Պետրոսյան։ Արման Թաթոյանի ղեկավարած ուրեմն կամ Աշնորհության միասնության թևերը հիմնական Երևանի վերաբերյալ վերնագրել է Խելացի Երևան եւ հիմնական 7 ուղղություններ առաջադրել։ Ես կանդադարնամ դրանց եւ հետո նաեւ գործընկերների ելույթներից մի երկու մտքեր կան, որոնք ինքնադուրական, հետո դրանց կանդադարնամ։ Նախ եւ առաջ կանաչ Երևան բաղադրիչն է, արդեն հնչեցվեց Երևանի եւ խնդիրոնի կանաչ տարածքների ավելացման եւ եղած կանաչ տարածքների որակի բարելավման հետ կապված այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանքներ չեն արվել, այլ հակառակ ուղղությամբ է գնացել, այսինքն Երևանի կանաչ զանգվածը ստրեսի տակ է եղել հատկապես վերջի տարիներին եւ նաեւ նախորդի եղել են այդ խնդիրները, բայց հատկապես վերջի տարիներին մենք տեսնում ենք բավական դիլետանտ մոտեցում այդ ուղղությամբ։ Հաջորդը դա շարժման մասին է, արդեն նշվեց տրանսպորտի փողոցների ասֆալտապատման հետ կապված է, բայց շարժումը քաղաքում ոչ միայն ավտոմեքենայի շարժման մասն է, ավելի շատ լայն հասկացություն է։ Դա պետք է վերաբերվի տրանսպորտի նոր մեթոդներին, հեծանվային շարժմանը եւ նաեւ մեր առաջարկներից մեկը նա ուրեմն վերգետնյա մետրոպոլիտենի կամ թեթև երկաթուղու light rail-ի գաղափարը, որը կարող է որոշակի հղումներ ունենալ մեր նախկին կոչված տրամվայի վերականգնման համար, աշխատանքներ պետք է տարվեն։ Երևանը ունեցել է տրամվայ, ամոթալիա, որ հիմա չունի, եւ ամոթալիա նաեւ 21-րդ դարում Երևան քաղաքը չի դնում խնդիր հեծանվային շարժման զարգացման համակարգ, զարգացած համակարգ ստեղծելը, որը աշխարհի բոլոր երկրներում դա իրականացվում է։ Հաջորդը դա ջրի խնդիրն է Երևանում ֆունդամենտալ է, ջուրը ոչ միայն տանը մատուցվող ջուրն է, որ նորից պետության հոգացության ներքո պիտի լինի, այլև
հեղատար անձևաջրի հեղատար համակարգն է, որը 0 ուշադրություն է դասվել։ Կլիմայի փոփոխության պայմանավորված մենք գիտենք, որ այդ խնդիրը, գիտեինք, որ այդ խնդիրը լինելու է, հուշել ենք իշխանություններին, որ այդ խնդիրը լինելու է, չեն արել աշխատանքներ, եւ հիմա ամեն անգամ հեղեղից հետո շատ լուրջ ինչ-որ մի հատ չինովնիկ վերականգնում ասում այ հեղատար համակարգ չի աշխատում, վիոլան չի անում, ոչ թե պետության խնդիրն է, որ հեղատար համակարգը ինչու այդ վիճակին եւ ինչու չկա, եւ ջրի հաջորդ կարևորագույն խնդիրը, որ ես անդադ դրա մասին խոսում եմ, դա կեղտաջրի մաքրումն է։ Այսօր մենք իրականացնում ենք հանցագործություն Երևանի ողջ կեղտաջրերը լցնելով Հրազդան գետը առանց գրեթե մաքրման։ Դա պետք է վեճ տվի դրան օր առաջ այդ ամեն ինչ լուծելու համար։ Հաջորդ խնդիրը դա աղբն է, ոչ միայն Նուբարաշենը մոդայիկ հարց է, որ անդադ խոսում են, որ Նուբարաշենում եւ այլ հրդեն, այլ պետք է անցնել աղբի կառավարման խելացի ամբողջական համակարգ, այն չմտածված աղբամանները, չմտածված աղբանությունը, որ մենք տեսնում ենք Երևանում, որ իդեպ մենք շատ թանկ ենք վճարում հիմա, եթե համատենք 8-ից 10 տարի առաջ, գրեթե կրկնակի, նաև կարծիք կա երակի անգամից շատ ենք վճարում մի աղբանության համար, որ չի լուծում խնդիրը։ Դա եւս կարծում եմ պետք է լինի առաջնային խնդիրներ եւ դրանք բոլորը նշված են մեր նախընտրական ծրագրում։ Օդի աղտոտվածության մասին շատ է խոսում, բայց օդի աղտոտվածությունը ոչ միայն կախված է կանաչապատումից, այլև բազմաթիվ այլ էս արդեն նշված եւ նշվելիք ոլորտներում սխալներն են, որ բերում են ուրեմն օդի աղտոտմանը, դա մեքենաներից է, դա սխալ տրանսպորտի կազմակերպությունն է, կանաչի պակասից է եւ այլն, որ նորից պետք է լինի առաջնային խնդիրը եւ վերջի խնդիրը կիսակառույցների կամ ընդհանրապես ճարտարապետության բորակի մասին է, դուք նշեցիք Վարդագույն կոստված քաղաքի եւ այլն, դա եւս պետք է լինի քաղաքականություն։ Մեզ մոտ դա ուղղակի թողնված է ինչ որ մարդկանց կմահաճույքին, կառուցապատողի կամ ճարտարապետի կամ ինչ որ մի հատ չինովնիկի, բայց դա պետք է պլանավորվի, պետք է ստեղծել քաղաքային պլանավորման կառուցակարգեր, որոնք դեմն առնենք կիսատ շենքեր ունենալու, վատ շենքեր ունենալու, խիտ քաղաք ունենալու։ Այս հիմնական ուղղություններով ինչ առաջարկում միասնության թևերը Երևանի վերաբերյալ։ Շատ լավ, պարոն Սուքիասյան, լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ հակիրճ անդրադարձ կատարեմ առաջարկ Հայաստանի ծրագրին, որտեղ ներկայացված են այն լուծումները ու մոտեցումները, որոնք կարող են արմատապես փոխել Երևանի կառավարման որակը, առաջնահերթ Երևանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող քաղաք։ Այդ փորձի փոխանակման համար անդադ գործողումներ գնում են, տենց էլ չեն սովորում, թե այդ խելացի քաղաքը որն է, որտեղ դարի բացահայտում չկա, էլի այդ տեխնոլոգիաները վաղուց ներդրվում են։ Օդի մաքրությունը եւ կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նշանակության առաջնահերթություններ եւ նպատակներ են, այդտեղ երկրորդ կարծիք չկա, Երևանում օդը կատաստրոֆիկ կեղտոտ է։ Մյուսը ապահովել արժանապատիվ եւ մատչելի քաղաքային տրանսպորտ, եթե ժամանակը թույլ տա այդ տրանսպորտային էպոպեային ավելի հանգամանալից կանրադառնանք, թե իրանց ինչա ներկայացնում, ինչ սև խոռոչներ են եղել եւ այսօր էլ առաջ սպառ մնում են չբացահայտված։ Երևանի եւ Արվարձանների այդ աղբավայրեր, Թափուն եւ այլն ուղղակի մարազմը ասել էր նրա, որ այս վերջերս Ավինյան Տիգրանը գործակարգավարական ժամանակ բանից պարզվում է, որ իր ենթակաները սխալ են հասկացել, նոր աղբավայր չի պետք, աղբավերամշակման գործարան է պետք, ասում ես, այ, փաստորեն դուք իրար չէիք հասկանում, այսքան ժամանակ նոր աղբավայրի վրա են աշխատել։ Դա ամբողջ աշխարհում կա այդ զարգացած տեխնոլոգիաները, որ մարդիկ անգամից գումար են վաստակում աղբի վերամշակումից։ Եվ համայնքի ու մասնավոր համատեղ ֆինանսական միջոցներով վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում։ Այդ ամենակարևոր շեշտակի բանն է, որովհետեւ դու անդադ երբ որ բողոքում ես, որ նոր մեքենաներ են այդ գալի, ոչ մի օրենսդրական ակտով դու չես կարող դա սահմանափակել։ Իսկ եթե դու պետք է այնքան ուղղակի քաոս ստեղծես կենտրոնում երթևեկությունը սահմանափակես, այնպես չի, որ դու դրանից առաջ շրջանցիկ էստակադաներ ես կառուցել, մարդկանց կարող ես ուղղորդել, ասենք, Ավանից Մալասիա Սեբաստիա գնալու համար, արի դու կենտրոնով մի գնա, ասենք, շրջանցիկ ճանապարհ, որտեղ A չկան այդ ճանապարհները, B եւ պոտենցիալ հնարավոր ճանապարհների վրա արդեն իսկ տվել են ահռելի քանակությամբ շինթույլտվություններ, դա առանձին թեմա է։ Եվ կարմիր կետագծերով եւ կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների ցանկացման վերանայում։ Դա էպոպեա, էլի ձգվում է 3 տարի, Մայր Հայաստան խմբակցությունը մի քանի անգամ դատի ա տվել, առաջացանով շահել են, գնացել ենք վերաքննիչ, այնտեղ կասեցրել են, մեկ էլ կասեցրել են ոչ թե առաջացանի որոշումը, այլ գիտեք ավականու լիազորությունների պահով այնտեղ իրավաբան պիտի վարձեն։ Ինքն բյուրոկրատական քաշքշուկ են սարքում, որ այդ փաստացի հաղթած գործը չդառնա իրականություն եւ չվերադառնա նախկին բանին։ Հա, ուրեմն մեր չափ ոչ մեկը քաղաքային իշխանությունը դատարան
չի տարել, հա։ Նոր ճանապարհների մասին խոսեցի 7-րդ կետ Ուրարտու Էրեբունի նոր համալիրի ձևավորումը, որը զբոսաշրջային է առումով մեր այցեքարտը, եթե Էրեբունի թանգարանն է, շատ ամոթալի խայտառակ վիճակում է, փուշ ու տատասկային տեղաճում։ Իսկ եթե գնում ես Շենգավի թնավայր, ասենք Շենգավի թնավայրի էքսպոնատները ցուցադրվում են 40-ականներին այստեղ պահված գերմանացի ռազմագերիների պահման բարակներ կան։ Այդտեղ է ցուցադրվում Շենգավի թնավայրի էքսպոնատները, դա խայտառակություն է, հա։ Եվ Կասկադի ամբողջականացում եւ զարգացում, մենք ջրահեռացման ձնամաքրման հետ կապված ունենք միկրո նաեւ այլ առաջարկներ, բայց ես կուզեմ մի քիչ թվերի տեսքով ավելի բան անենք, հա, կենտրոնանանք։ Ուրեմն Երևանի բյուջեն 25 թվականին, 24 թվականի համեմատ եղել է ավելին շուրջ 35 միլիարդ դրամով։ Հիմա հարգելի երևանցի, դուք քաղաքում արտացոլված տեսնում եք հավելյալ 35 միլիարդ դրամի ծախսը։ Մենք դա գտնում ենք, որ դա վատնվել է, դա մսխվել է։ Առնվազն, եթե ոչ ինչ-որ կոռուպցիայի եւ հովանավորչության շրջանակներում ինչ-որ մարդկանց գրպաններում է հայտնվել։ Եվ այս տարի էլի այդ նույն ավելացումները գնում է առաջին հերթին հաշվի գույքահարկի շեշտակի թանկացման եւ այդ անթիվ անհամար շինթույլտվությունների։ Երևանը ուղղակի կանգնած է կոլապսի առաջ, չի դիմանում այս ենթակառուցվածքները այն բնակչության թվին, որ արդեն իսկ կա եւ ավելացման տենդենս կա։ Իրենք են ասում, որ Երևանը շուտով կունենա 1.200.000 բնակչություն։ Ու հարց առաջանում, արդյոք Երևանի, ասենք, փողոցների թողունակությունը, ջրամատակարարումը, ջրահեռացումը, էկոլոգիան, մյուսը բավականացնում է, որ դուք գնում եք այդ քայլին։ Շատ լավ, պարոն Սուքեսյան, դուք անու կրկին կշարունակեք հիմա նաև հարցերին։ Ինչի համար էր նախատեսված, որքան մարդու համար եւ ինչ նպատակով էր Թամանյանի Երևանը եւ արդյոք անհրաժեշտ է ինչ-որ մի բան, որ մեզ կպատմի այլևս, որ Երևանը թանկ քաղաք է, ոչ բոլորինն է եւ այլևս Թամանյանի ճարտարապետության գաղափարի մեջ չի տեղավորվում։ Երևանը ըստ Թամանյանի պլանի նախատեսված էր 150-ից 200.000 բնակչության համար, դա մոտավորապես փոքր կենտրոնն էր, երևի Արաբկիրը, Էրեբունու սկզբնական հատվածը եւ պլանի գլուխ միջև։ Եվ պլանի գլուխ միջև, հա։ Նու ոնց որ ես գիտեմ, Տիգրան Մեծի ըստ Թամանյանի պլանի Տիգրան Մեծը պիտի կամ դեպի Էրեբունի Երևանը պիտի ավարտվեր բանով, երկաթուղ գծի կայարանով։ Տատիկս այդ կայարանամերձ հրապարակում է ապրել ու պատմում էր, որ կայարանից այն կողմ ոնց որ ցիվիլիզացիա չկար։ Ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին երևի թե բոլորս գիտենք, 60-ական, 70-ական, 80-ական թվականներին Երևանը զարգացավ թե չափերով, նոր թաղամասեր եւ այլն, թե բնակչության քանակով, սովետական եւ արդյունաբերական քաղաք էր, այո։ Նու ասում են, որ խնդիր կար Երևանը սարքել 1 միլիոնանոց քաղաք, որ սովետական միությունից լրացուցիչ ֆոնդեր բերենք, մետրո սարքենք եւ այլն, այդ տենց ոնց որ ծնողներիցս լսված տենց առասպելներ են, ես դե կոնկրետ չգիտեմ։ Ինչ վերաբերվում է, կարող է արդյոք Երևանը մնալ այն քաղաքը, որը նախագծել էր Թամանյանը, իհարկե եւ այո եւ ոչ։ Երևանը իր հարավ-արևմտյան թաղամասով 15, 16, 17 կվարտալներով, մասիվներով եւ այլն, դա այն չէ, ինչ նախագծել էր Թամանյանը, բայց գոնե Երևանի կենտրոնը կարելի է պահել թամանյանական այդ ոճի մեջ, թամանյանական գաղափարին ներդաշնակ, բացի դրանից, մինչ թամանյանական Երևանը մենք ունեցել ենք նաև 19-րդ, 20-րդ դարասկզբի Երևան, որը նույնպես բավականի հետաքրքիր է, բավականի գրավիչ է, որի մեծ մասը հիմա ցավոք սրտի չկա, բայց այն ինչ որ մնացել է, պետք է պահպանել։ Ստեղ էլի վերադառնամ պետության եւ մասնավորապես օրենսդրի դերին, թե Երևանում, թե այլ քաղաքներում քաղաքաշինական զարգացման տեսլականը կարծում եմ պետության կողմից պիտի մշակվի եւ իջեցվի համայնքների կատարմանը։ Հիմա նույնպես վերադառնանք դրան, որ պետությունը Երևանի կենտրոնի զարգացման հետ կապված ոչ մի տեսլական չունի։ Հիմա իմ կարծիքով այդ բացը պետք է եւ հնարավոր է շտկել օրենսդիրում աշխատանքի շնորհիվ։ Ինչպիսին
պետք է լինի Երևանը ըստ ձեզ։ Նույն Թամանյանը Երևան կառուցելով նա նաև Երևան էր քանդում, որը արևելյան քաղաք էր համարվում եւ արևելյան փախլավա էին ասում նրան։ Բայց կար այնտեղ տեսլական, պետք է կերտել նոր քաղաք։ Այո, սովետական, մաքսիմալիստական Եվ դրա հետ միասին մի քիչ կայսրական նկրտումներով լեցուն, հա, այս բուրգերը, բաները, արևելյան նաև մոտիվներ կային, ինչպիսին պետք է լինի Երևանը։ Գիտեք, եթե Թամանյանական Երևանի մասին ենք խոսում, ապա այն ժամանակ, երբ որ Ալեքսանդր Թամանյանը նախագծում էր Երևանը, նա նախագծում էր քաղաք մարդու համար։ Եվ նա նախագծում էր հենց այդ առողջ քաղաքը, եւ եթե մենք միայն նայենք բնապահպանական մասով ինչ լուծումներ էր տվել Թամանյանը, փոքր կենտրոն, որը գրկում էր քաղաքը եւ մարդը քայլքով ուղակի ամբողջ կենտրոնը կարողանում էր անցնել, հետո երկրորդ շերտը դա մեր լանջերն էին, ինքը նախատեսում էր քաղաքը որպես ամֆիթատրոն այդ գաղափարի մեջ, եւ նաեւ կար մի շերտ, որը պաշտպանում էր քաղաքը մինչեւ Երևան մտնելը, այսինքն 3 օղով նա պաշտպանում էր, եթե մենք այսօր նայենք ինչ ենք մենք արել քաղաքի հետ եւ այս գեր կառուցապատումը, որը մենք իրականացրեցինք, փաստացի ոչնչացնելով հին ինչ որ կար, չի կարելի ասել, որ մենք ինչ որ գրագետ քայլեր ենք արել, որովհետեւ պարզ ես մի բան ասեմ, երբ որ նախագծում ենք քաղաք եւ առհասարակ նախագծային աշխատանքներ ենք անում քաղաքաշինության մեջ կան կոնկրետ օրենքներ, օրինակ բնակչության ֆոնդի խտություն, մեկ շնչին բաժին հասնող կանաչ տարածքներ, այսինքն կան թվային վերահսկվող ցուցանիշներ, որոնք այսօրվա Երևանում ոչ մեկը չեն համապատասխանում մեկը մյուսին։ Տեսեք, օրինակ, եթե դա պարզ օրինակի վրա, եթե մարդը ունի 3 սենյականոց բնակարան եւ իր մոտ հյուրեր կան 10 հոգի հարազատներ, հետո այնպես ստացվեց, որ 10-ել, հետո 100, հետո 1000 եւ այդպես ինչքան կարող է այդ տան ուրեմն սպասարկման մասը այդ ամեն ինչը ապահովել։ Հիմա մենք այսքան կառուցապատում ենք Երևանը, տալով այս անվերջ շինթույլտվությունները, խախտում ենք լույսը, ստվերը, փողոցների անցանելիությունը, ցանկացած ցուցանիշ, որի մասին մենք բարձրաձայնեն ենք արդեն որպես մասնագետներ, հա, կոյուղատար համակարգ կոմունիկացիաների բոլոր տեսակները, չէ որ մենք սա չենք ավելացնում, այսինքն մենք Երևանը սարքել ենք բնակարանների քաղաք, բայց բնակարանների քաղաքով չի կարող աշխատել իրականությունը, որովհետև ամեն ծվեր չեմ ուզում ուղղակի ասեմ, այսքան բնակարանին պարտադիր պետք է լինի մեկ պոլիկլինիկա հասանելի, պետք է լինի մանկական ինչ-որ զվարճանքի հատվածներ, պետք է լինի կանաչ գոտի, պետք է լինեն բակային այգիներ, այսինքն այս ամեն ինչը մտածված է եւ ձևավորում է համայնքը, իսկ մենք ինչ ունենք այսօր։ Մենք վերջին 30 տարիների ընթացքում միայն կառուցում ենք շենքեր եւ վերջ։ Ու ասել ինչ որ Թամանյանական Երևանի մասին, ես կարծում եմ, որ հիմա արդեն արդար չի, որովհետեւ մենք շատ ենք շեղվել Թամանյանի նպատակից եւ ամենապարզ վերջին օրինակը նախ ասեմ, որ Թամանյանական Երևան անվերջ ասում ենք, բայց Երևանը Թամանյանի թանգարանը չունի եւ Երևանը նախագծողի մենք չունենք իր ուրեմն բնակության հասցեն եւ այդ ամբողջ ահռելի ժառանգությունը, որը կա, պահվում է հարազատների մոտ եւ բազմիցս հարցերը ուրեմն բարձրաձայնվել են, որ վերադարձնեն թանգարանը։ Մենք ունենք կառավարության 3-րդ շենքին այդտեղ գրված է, որ սա Թամանյանի թանգարան է, բայց ներսում թանգարանը իհարկե չի գործում արդեն երկար տարիներ։ Դրա համար նախ այդ արդարությունն է պետք վերականգնել, ինձ թվում է, եւ մենք ես բազմաթիվ նամակագրություն ունեմ քաղաքապետերի հետ, հիմա կառավարության հետ, քաղաքաշինության կոմիտեի հետ, տեսնենք մեզ կստացվի ի վերջո, որ Թամանյանի թանգարանը մենք բացենք եւ արդարությունը վերականգնվի։ Իսկ որպես քաղաքաշինական մոտեցումներից մեկը մենք Երևանի գլխավոր ճարտարապետի ուրեմն արձանի դիմաց, երբ որ այնտեղ մեր մշակույթին բնորոշ հացանի ծառատեսակ մենք վերցրեցինք, կտրեցինք, վերեցինք օտար մշակույթի ինչ որ ծառեր շարեցինք, այսինքն մենք ոչ մի բանի մեջ մեր մշակույթայինը չենք պահում, չի կարելի այդպես անել։ Տեսեք, ես օրինակ շատ եմ ծառատեսակը նաև բնութագիր
հետաքրքիր է։ Իհարկե, դա ազգայինն է։ Չէ՞ որ այդ տարածաշրջանում Հիմա որը մեր ազգայինը կարող է մենք շատ ունենք ծառատեսակներ, որոնք օրինակ նույն այդ Ղարաղաճ, այդ նույն թեղին ես ունեմ գրում եմ Երևանի պատմության կանաչապատման պատմության մասին մի հոդված էի գրում եւ ինձ ուղարկեցին 1800 թվականով թվագրված մի նյութ, որտեղ ուրեմն նշված էր, որ Երևանում քաղաքը անհրապույր է, բայց շատ կանաչ է, փոշին շատ է, կավե շինություններ են, բանի մրգատու այգիներ են, խաղողի բաղեր են եւ շատ գեղեցիկ ծառեր են եւ նկարագրված են այդ ծառերը, դա Ղարաղաճն է, դա ուռենիներն են, դա թեղիներն են եւ դա բարդիներն են։ Մենք հիմա մեր գործողությունների մեջ անում ենք հենց այն գործողությունը, հենց այս ծառերն ենք անում, նրանց փոխարենը բերում ենք ինչ որ տարօրինակ բույսեր, բայց ես դեռ կանդրադառնամ ուրիշ ավելի մասնագիտական գնահատականի մեջ։ Եվ տեսեք, մենք ասում ենք Երևանը Հռոմից ավելի մեծ է։ Երբ որ գնում ես Հռոմ, դու այնտեղ տեսնում ես այդ հին բնությունը։ Ցույց տվեք ինձ Երևանում այդ հին ծառերը։ Այսինքն սա նաև խոսում է նրա մասին, որ մենք մեզ բաժին հասած ժառանգությանը չենք վերաբերում այնպես, ինչպես հարկն է։ Ամեն հաջորդը գալիս է եւ որոշում է իր նոր Երևանը կառուցի, իր նոր տեսլականով Երևանը։ Այսինքն չկա մեր սերունդների միջև կապը։ Այսինքն երբ որ դու գնում ես այգի, դու գնում ես Երևանի ինչ որ հարազատ քո համար տեղ, այստեղ ես պապիկիս հետ նստած էի, սա իմ պապիկիս տնկած թթնին է կամ ինչ որ մի բան։ Այսինքն դա նաև այն միջավայրն է, որը ունի անդրադարձը։ Երբ որ մենք անverջ դա կտրում ենք, չկա անընդհատակության այս պատմության հետ դրա դիմացա պայքարը, այո։ Զրոյից սկսելով։ Շատ լավ տիկին Վարդանյան։ Հայտնի է, որ եվրոպական շատ ավելի խիտ քաղաքներ կան, այնց պատշգամբի մեջ, շատ ավելի նեղ փողոցներ կան, բայց կարծես թե լոջիստիկ խնդիրներ չկան։ Կյանքը քաոսոց չէ, պարոն Սուքիասյան, դες սկսենք, որովհետև ես ձեզ հարց ունեմ ձեր նախորդ մտքից։ Շատ լավ։ Ուրեմն ֆրանսիական վարկով կառուցվել է նոր կեղտաջրերի մաքրման կայան, Հայրացիա կեղտաջրերի մաքրման կայանի հարևան։ Աշխատում է այդ կայանը ներողություն։ Առ այս պահը չի գործում, ոչ մեկի բալանսում չի, չգործելու պատճառով շարունակում է ինքը արդեն խնդիրներ ստեղծել, վարկը վճարվում է ամեն տարի, բայց շրջակա միջավայրը արտանետվում Երևան քաղաքի ամբողջ կեղտաջրերը։ Հիմա ընդդիմություն նախանգարում, հիբրիդային պատերազմ նախանգարում, ով նախանգարում, որ այդ հարցը լուծեն, հա։ Ուրեմն տեսեք, Երևանը աշխարհագրորեն ունի ձագարաձև, հա, ռելիեֆ։ Եվ նույն այդ սովետական ժամանակները, որ հիշատակվում են, հա, ասում եք, չգիտեմ, Ավանը, զանգվածները նոր քիչ կային եւ այլ համանանական պլանի մեջ, բայց քաղաքը բացազատվելու աշխարհագրական տարածք ուներ։ Հիմա չկա։ Կպելա Կոտայքի մարզին, Արմավիրի մարզին, Արարատի մարզին, Արագածոտնին, այլտեղ չկա։ Ձեր ասածին, այսինքն, այդ ձեր ասած քաղաքներում, որտեղ շատ մոտիկ են, հա, պատշգամբները, ես վստահ եմ, որ արտաքին այլևս բացազատումը կասեցված է, որ այդ քաղաքը ծառայի թեկուզ այդ մոտիկ պատշգամբներով, բայց ֆիքսված բնակչությանը։ Հիմա մենք կարող ենք ասել, որ ներքին միգրացիան գյուղերից Երևան սովետի ժամանակ էլ ա եղել, հիմա էլ ա եղել, այն ժամանակ այդքան անվտանգի խնդիր չի եղել, եւ ծնելիությունը բարձր ա եղել, գյուղերը չեն դատարկվել։ Հիմա դատարկվում են։ Դա էլի կառավարության տիրույթում գտնվող գործողություն է, որը պիտի բան լինի, շատ պատասխանատու վերաբերմունքի արժանանա, բայց ես այս հակված չեմ կարծել, որ ուղղակի Երևանի քաղաքապետարանում ուղղակի քաղաքապետը կամ որևիցե մեկը տենց անձամբ մենակով նստած որոշում է, արի շատ շինթույլտվություններ տամ ու վեճ։ Վերջին 5 տարում տրվել է 17000, վերջին 6 տարում 21000 մեծ ու փոքր շինթույլտվություն։ Միայն Արաբկիր վարչական շրջանում վերջին 5 տարում տրվել է 10000 բնակարանի շինթույլտվություն, պատկերացնում եք Արաբկիրում ինչա կատարվելու մի քանի տարուց։ Դա կարելի ասել դա հանցանք է, դա զանցանք է։ Եվ ոչ մի նոր փողոց։ Ոչ մի նոր փողոց, եղածներն էլ ասենք քանդվում են։ Ես առավել քան համոզված եմ, որ այդ քաղաքականությունը պատվիրակված է կառավարությունից, առաջին հերթին տնտեսական ֆիկտիվ ակտիվություն ցուցաբերել, ես չգիտեմ, ցեմենտի վաճառք, արմատուրայի վաճառք, աշխատուժ, հարկեր, турքեր, հա, եւ այլն, որ տնտեսական ակտիվություններ է, բայց ինչպես հանրապետության պարագայում, այնպես էլ Երևանի պարագայում ոչ Երանի հաջորդ իշխանությունն է, որտեղ կանգնելու են փակուղու առաջ ուղակի, որտեղ գոյություն են ունենալու շենքեր, որ շատ դժվար է ուղակի այդ հսկայական կապիտալը քանդել, բայց միևնույն ժամանակ ուղակի
Քաղաքը շնչահեղձ է։ Եվ դրանից առաջանում են խնդիրները, սկսած ջրամատակարարման խնդրից, վերջացրած մնացած տեսեք, բոլոր վերջին 12-ից 25 թվականներին ջրատվության մակարդակ աղբյուրների ըստ Veolia ջրի անկում է ապրել շուրջ 24%-ով։ Հիմա կարող ենք շատ հավատնցայել, կարող ենք քիչ հավատնցայել, բայց անգամ իսկ այդ պարագայում հիմա ասենք այս վերջերս Veolia ջուրը ասես գնալու է Երևանում 16 ժամյա, ինչ որ 18 ժամյա ջրամատակարարում կառավարությունը ապշտապ հերքեցին։ Կառավարությունը իդեպ այստեղ ներկա չեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, բայց վստահ եմ մեզ կարձագանք են հաջորդիվ եւ ներկա կլինեն։ Կառավարության նախընտրական ծրագրում ջրի մասով լավ խոստումներ կան եւ Վանաձոր քաղաքում 24-ամյա ջրամատակարարում։ Մենք խնդիրը ստեղծենք, հետո մենք դրանք խնդիրը լուծենք, դուք էլ մեզ տվեք կամ ծախսեք։ Բայց ռեալ է, որ օրինակ Վանաձորում, հա, Երևանից դուրս եկանք մի փոքր 24 ժամյա ջրամատակարարում լինի, ինչի հաշվին պետք է լինի։ Կամ Երևանի պարագայում, երբ ասում են, որ հիմա օրինակ նախորդ տարի Նորք Մարաշում ամռան ամիսների ընթացքում ջրի շատ լուրջ խնդիր կար։ Veolia ջուրը ունի սահմանաչափ 6 ժամ ապահովել, այդ 6 ժամը ապահովում էր եւ վերջ։ Շատ լավ, դե հիմա երբ որ նույն Veolia ջրի պահանջը ներկայացնում, նրանք էլ ասում են հարգելներս, դուք քաղաքի ազգաբնակչության ավելացրել եք, բայց քաղաք մտնող ջրի թիվը չի ավելացել, դեռ մի բան էլ խնդիր կա։ Մենք ոնց կասեցրեք, սահմանափակեք այդ խելահեղ տեմպերով կառուցապատումը ու ասողին լսողա պետք։ Բայց ինչպես պետք է կասեցնեն։ Ինչպես։ Ինչպես պետք է կասեցնեն։ Նախ տեսեք, ես 24 թվականին ընդունվեց շինթույլտվությունը չտան։ Ընդունվեց 24 թվականին քաղաքի գլխավոր հատակագիծ եւ իրենք էլ խոստովանեցին, որ քաղաքի հատակագիծը բերել հարմարեցրել են եղած իրավիճակին, ոչ թե հատակագիծ են ընդունում ըստ այդմ քաղաքը զարգացնեն եւ ամենահատկանշականը իրենք խոստովանեցին, որ այդ հատակագծի ելակետային տվյալները բան են, արժանահավատ չեն, թերի են։ Բայց թե քո հատակագծի ելակետային տվյալները արժանահավատ չեն, ամբողջական չեն։ Բայց թուղթը դու բերել ես, որ ինչ անես, ում խափես։ Չէ, հիմա տեսեք, մենք պիտի հասկանանք, դե տենց այդ տրամաբանությամբ բա ոնց բան անենք, կասեցնենք արգելափակել։ Կարելի է որտեղ ազատ հող կա, այդ հողերը վաճառել։ Ինչալով դες վերջերս էլ նախորդ նիստով Տիկին Վարդանյանը թե հիշում եք, հողերի նշանակության ծածկագրեր կա։ Ծածկագրերը փոխեցին, դարձրեցին հանրային նշանակության, որտեղ էլ շինթույլտվություն տան։ Կառավարությունը օրենսդրական փաթեթ է ուղարկել պարլամենտ, որ այսուհետ նաև պետական գույքն է հարկման ենթակա, գույքահարկով։ Գույքահարկը գնում է քաղաքային բյուջե։ Այսինքն եւս մի փողի աղբյուր։ Այս իշխանությունը գերագույն խնդիրը ամեն հնարավոր տեղից փող լցնել բյուջե, իրենց հետ աֆիլիացված ֆիրմաների միջոցով տենդերներ, մեկ անձից գնումներ, բան եւ այլն։ Հրատապ։ Դե հրատապի ավանդակ բնական է, սկսած չգիտեմ, ամանորյա զարդարանքներից, Ամանորյա զարդարանքներից եւ ամենաթանկ երթմնակալությունից Երևանի քաղաքապետի։ Փողի ծավալը շատանում է ու էլի է շատանալու, դե ինչքան շատ շինթույլտվություն, համ շինթույլտվությունից փող, շինթույլտվության արդյունքում հետագալի նոր շենք, հետագայում էլ դրա գույքահարկից լի կփող։ Իսկ Երևանի բյուջեն գնալով աճելու է, բայց ստացվում է ինչ-որ մատ կազուս։ Ինչքան Երևանի բյուջեն շատանում է, այնքան Երևանի խնդիրները ավելի են շատանում, ոչ թե լուծվում։ Իսկ դա կոմֆորտն է վերանում։ Դա միջին վիճակագրական ԿՊ-ական կառավարման արգասիքն է։ Պարոն Պետրոսյան, նախ շինարարությունը ինչպես կարգավորել այդ թույլտվությունը։ Մեկ եւ երկրորդ ձեր խոսքում նախորդ նշեցիք Երևանի ճարտարապետություն բառակապակցությունը, մենք Երևանը Մեսչյանը վերջին ճարտարապետն էր Երևանի։ Ով է որոշելու Երևանի ճարտարապետությունը, կա դրա կարիքը այդ հաստիքի, թե չկա, պետք է բացառիկ լիազորություններ տալ այդ մարդուն, թե պետք է ավականին կամ քաղաքապետը կամ քաղաքային որևէ իշխանության մարդ որոշի դա։ Ինչպես է այս երկուսի համադրությունը պատկերացվում։ Սկսեմ երկրորդ մասից, ինքս եղել եմ ջատագովը, որ Երևան չունենա գլխավոր ճարտարապետ, նաև այն պատճառով, որովհետև դա մի հատ կոռուպցիոն համակարգի, այսպես ասած, շատ կարևոր։ Չի լինում ներողություն լինել ճարտարապետ եւ չլինել կոռուպցիոն համակարգում։ Փոդուսը տալի որ չի լինում, եթե կոռուպցիան շատ ցայտուն չի, ուրեմն ավելի լավ է ճարտարապետ։ Այդ ձևա լինի։ Բայց մոտեցում են աշխարհի, չէ, բայց դա միջազգային փորձի հիման վրա առաջարկություններ են ժամանակ դեպս մոտապես 15 տարի առաջ երբ առաջարկում ենք, կան գործիքակազմներ, քաղաքային պլանավորման գործիքներ, հիմա գլխավոր հատակագից գործընկերներ նշեց, գործընկերների քաղաքաշինություն են ասում, դա մի հատ գիտակարգ է, որը նաև հանրային կառավարման գործիք է։ Հայաստանում դա չեն դնում օգտագործման մեջ, որպեսզի, քանի որ դա
քաղաքապետի կամ քաղաքապետային չինովնիկի այն ծառի ճյուղն է, որ ասում ենք այ կտրի, որպեսզի դու սուբյեկտիվ որոշումներ չընդունես։ Այսինքն, եթե ինքը սուբյեկտիվ որոշումներ քաղաքական կոռուպցիայի, տնտեսական կոռուպցիայի եւ տարբեր տեսակ ֆավորիտիզմի, այսպես ասած, համակարգի մեջ է, բնական այդ մարդիկ չեն դել այնպեսի կառուցակարգեր, որպեսզի չլինի շինթույլտվության կամ եւ այլ այդ մնացած գործընթացները։ Ճիշտ նշվեց, այս ամեն ինչը փողի մասին է խոսքը։ Այս ամեն ինչը ազդեցությունների մասին է խոսքը գնում։ Եվ այն գումարները, որ ընդունեն գույքարկից կամ այլ տեղից լինում, դրանք ոչ թե ծառայում են Երևանում օդի մաքրության խնդիրները լուծելու, այլ դրանք շոու անելու, կանաչապատման մեսում, կանաչապատման դեպքում Instagram-ում ավելի գեղեցիկ ծառեր տնկելու մասին է, այլ ոչ թե այն ծառը, որ ֆունկցիոնալ մեզ տալու մաքրոտ։ Ու դա այս վիճակում է լինում։ Իսկ ճարտարապետությունը նաև վերադառնալով պարոն Բախտամյանի այն հարցին, թամանյական Երևանը ունի սկզբունքներ։ Այդ սկզբունքները या մարդակենտրոնություններ, այդ սկզբունքները կանաչ լինեն, այդ սկզբունքները ոչ շատ լայն փողոցներ ունենալն է եւ այլն։ Հենց որ դա այդ արժեքները, այդ մոտեցումները չես բերում 21-րդ դարի տրամաբանության մեջ չես տեղավորում։ Տակը չես դնում տվյալներ, որպեսզի ոչ թե գլխավոր հատակագծը 4 ամսում մշակես նկարելով առանց հավաստի տվյալների, այլ դու անցնում ես երկար ճանապարհ 2-3 տարվա, ինչպես եղել է 2005 թվականի Երևանի վերջի պատշաճ գլխավոր հատակագծը մշակվել է, այնտեղ էլ կարող ենք լիքը վիճելի բաներ տեսնենք, ապա դու ունենալու ես վիճակը։ Տեղային լուծումներով, միտեղ մեր աղբոր շինթույլտվություն տալով, այս մի հատ ԿՊԱ-ական կամ իմ քայլին հովանավորած մի այլ կառուցապատողի շինթույլտվություններ տալով, այս վիճակն է լինելու։ Եվ նույն ջրի խնդիրը այսօր Վիոլան ունի հսկայական քանակի ջրի կորուստներ, եւ ջրի կորուստները կա, որովհետեւ Վիոլայի խնդրանքը ջրի սակագնի բարձրացման ընդհանուր չի գնում իշխանությունները պոպուլիզմից ելնելով, որ ընդունեց այդ ջրի սակագին չանեն։ Նույն մաքրման կայանը Վիոլան ասում է մաքրման կայանը ունեք, չէ՞, մաքրման կայանը դա հավելյալ աշխատանք է, չէ՞։ Գումարը ավելացեք, ես սպասարկեմ մաքրման կայանը։ Իրանք գլոբալ առումով թքած ունեն Հրազդանի մեջ լցվող կեղտաջրի մեջ, որտեղ իրանք նախընտրում են այսօր ընտրությունների շատ ձայն ստանալ։ Շինթույլտվություն տալ, որպեսզի այդ համակարգը փող աշխատի, որպեսզի նորից սպասարկի իրենց երկարակեցությունը եւ ընդհանրապես քաղաքի հետ բանը եւ իմ ներդրումները չեն կատարվում ենթակառուցվածքների մեջ։ Ուստի մենք շարունակելու ենք ապրել վատ քաղաքում, եթե այս իշխանությունը եւ ցանկացած եկող իշխանություն այդ տրամաբանությամբ կարճաժամկետ մտածողության տրամաբանության գնա, որ քաղաքում հսկայական գումարծախսի, տոնածառի կամ չգիտեմ օպերային ինչ-որ միջոցառումների համար, քաղաքացի չեմ ասում դա չպետք է լինի, կամ քաղաքապետի երթունակալության համար, քանց թե օբյեկտիվորեն գումարներ ծախսեն այդ քաղաքի հարցերը լուծելու համար։ Եվ այդ քաղաքի հարցերը, որոնք պետք է լուծվեն, ոչ թե պետք է լինեն 1960-ական, 70-ականների տրամաբանությամբ, այլ 21-րդ դարի տրամաբանությամբ։ Աշխարհում կան հազարավոր 1.2 միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ, որոնց խնդիրները այսպես կարելի է լուծել շատ կարճ ժամանակում, եւ հատկապես եթե դու քո որոշումները որ կայացնում ես, ոչ թե դու ես կոնտրակտական ցիկլը, որ մինչեւ մյուս ընտրությունները անպայման մի հատ ցույց տաս, այս բակում մի հատ աշճան սարքես, կողքը պուլպլակներ, որ թաղի տղեկը գան քեզ ձեն տան, այլ դու երկարաժամկետ մի հատ համակարգն ես, որ 10-15 տարի հետո այս քաղաքում ունենաս լավ օդ, լավ կանաչ, լավ ճանապարհ եւ այլն։ Բայց մենք ունենք այն ինչ ունենք, որ խնդիրը կամ անանով ոնց անենք 3 տարվա մեջ մինչև հաջորդ ընտրությունները կարողանանք ինչ-որ մի տրամաբանությամբ բոլորին գող պահենք, ինչ-որ հարցեր լուծենք, ձև անենք, որ կանաչ ենք տնկել, մենք հենց նոր այստեղ գալուց տեսանք կենտրոն հերոստանգերության դիմաց այդ նոր այսպես կոչված նոր տնկված կանաչ տարածքը, որ նախկինում շատ ավելի կանաչ էր, վերջին անգամ ես եղա մի 10 տարի առաջ ենթադրում եմ, նույն ձևի տրանսպորտի խնդիրը չի լուծվում։ 21-րդ դար մենք բերում ենք դիզելով կամ եսի մինչով աշխատող ավտոբուսներ ենք դնում։ Դա ծիծաղելի է։ 21-րդ դար մեզ որ ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական, այսպես ասած տրանսպորտի, ոչ ուղղությունը գնում է սխալ աշխատանքները գնում են սխալ ուղղությամբ։ Մի բան էլ ասեմ, նույն տրանսպորտի օրինակյա բարեփոխումները շատ կարևոր է տվյալների հավաստիության մասով։ Այն հիմա Երևանում մենք գումար ենք ծախսում տրանսպորտի համակարգ զարգացնելու համար, որը մշակվել է 2017 թվականին մշակման համակարգի համար, որը մշակվել է 2015 թվականին հավաքագրված տվյալների համար։ Այսինքն այսօր քաղաքային բյուջեն ծախսում է մի հատ համակարգի համար 10 տարվա վաղեմության մի հատ տվյալի վրա, այն դեպքում որ երկու մեքենաների քանակը երապատկվել է։ Այս կառավարման տրամաբանությամբ մենակ այս բանը նախադասությունը ցույց է տալի, որ բոլոր ուղղություններով կատարող աշխատանքը գնում են սխալ ուղղությամբ։ Եվ մինչև այն ժամանակ, որ տվյալահեն եւ երկարաժամկետ խնդիրներ լուծելու ցանկություն չունենաս,
Այդ քո խնդիրը լինի մինչև հաջորդ ընտրությունները սակուրաներով, ինստագրամներով եւ այլ մարդկանց վրա տպավորություն թողես, Երևանը շարունակել լինել այս նույն վատ դժվար ապրելու համար քաղաքը։ Ճիշտ ասած, այդ տպավորություններից ամենաշատը ես տպավորված եմ Նուբարաշենի աղբավայրում Երևանի քաղաքապետի ֆոտոշարքով։ Պարզվում է սխալ են հասկացել։ Լսենք հանրության կարծիքը, տեսնենք ինչ խնդիրներ են տեսնում Երևանում։ Ինչ խնդիրների եք հանդիպել Երևանում։ Ցուցանումները, որ գնում ենք առավոտյան աշխատանքի, մենակ դրա հետ եմ այտենց առնչվում։ Մեկ էլ այդ տրանսպորտը, որ դռները չեն բացում, մարդկա իրոք չի աշխատում, այդ քարտը իրոք ու ինքը շատ վատ վիճակի մեջ է լինում, վատ դրության մեջ է լինում ու սկսում է այնտեղ վարորդը ավել պակաս բաներ խոսել։ Օրինակ այսօր մի կին քարտ անցկացրեց չմիացավ, ասը վարորդն ասեց իջի, դե այդքանի մեջ կարելի է, չէ՞ գոնե մի 2-3 հոգու լա, մի 10 հոգու որ անցկացնեն, կարելի է զիջումների գնալ։ Եվ խցանում կա եւ աղբահանության խնդիր կա։ Տրանսպորտը հիմա ավելի բարելավել է, ավելի լավ վիճակում է, քան որ առաջ էր, բայց դեռևս խնդիր կա մի փոքր։ Հիմնականում խցանումները որ խանգարում են ժողովրդին, ճիշտ ժամանակին տեղ հասնել։ Միշտ առավոտները ուշանում են կամերը։ Կայանատեղի չկա, գոնե վճարովի կարելի է մի քանի բարձրարկ սարքել, մեքենաները գան կտեղավորեն մարդիկ վիճակին, բայց սա տրանսպորտի վիճակը սարսափելի է։ Ունեմ մեքենա, բայց շաբաթ կիրակի օրերն եմ քշում, որ մի քիչ թեթև է։ Խցանում անկասկած խցանում սարսափելի է, որովհետև քաղաքը պատրաստ չի մեքենաները շատ են։ Երևի պետք է ավելի գիշերային ժամերին անեն ասֆալտապատման աշխատանքները, վառոդը պատրաստ լինի։ Իսակովի փողոց անում էին ամբողջովին խցանում էր։ Ժամանակին աղը ցանել են, իսկ մեր մոտ ասֆալտը չի դիմանում։ Ամառն էլ շատ շոկ է լինում, սկսում է արդեն ալիքներ առաջացնել։ Ինքս ապրում եմ Զեյթունում եւ անկեղծորեն ասած ես հերվից տեսա, որ այդ փողոցի վրայի բոլոր ծառերը հատում են, բայց չգիտեմ թե երբ կբերեն, չեն բերի։ Հիմա այդ հատվածը ավելի աղտոտ, ոչ գազոն կա, ոչ խոտածածկույթ կա, ոչ մաքրություն։ Հիմա մնացել են այդպես։ Հիմա եթե կտրել են, գոնե բերեն տեղադրեն։ Մի տարի անցել է, ոչինչ չկա նոր ծառ։ Շատ են աստիճանները եւ չկան, չգիտեմ ոնց ասեմ։ Այո։ Հիմա շատ էլեկտրական մեքենաներ կան։ Առաջ ավելի փողոցներում նկատում էինք հին մեքենաներ, բնականաբար նրանք ավելի էին աղտոտում օդը, բայց հիմա այս էլեկտրական մեքենաները եւ նաեւ ուրախալի է, որ այդ տենդենսը շարունակվում է։ Մարդիկ ասենք փորձում են ավելի այդ էլեկտրական մեքենաներ գնել, հուսանք որ ավելի լավը կդառնա եւ մեր քաղաքի օդը եւ մեր քաղաքը եւ ամեն բան։ Արդեն բոլոր ուզում են քաղաքից դուրս գան։ Քաղաքի մեջ անընդհատ խցանումները պատկերացեք ինչքան ներվայնանում են ժողովուրդը։ Այո, պարոն Գուրգենյան, խոսակցության մեջ լսվեց, որ նոր իշխանությունը լուրջ գլխացավանքի մեջ կընկնի շտկելու համար այդ ամեն ինչը։ Դուք չեք վախենում այդ գլխացավանքից։ Նոր իշխանությունը գլխացավանքի մեջ կընկնի ոչ միայն Երևանի հետ կապված խնդիրների շուրջ, համաձայն եմ գործընկերոջ հետ, որ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա իշխանության են ձգտում կամ իշխանության հայտ են ներկայացրել, շատ դժվար մարտահրավերի տակ են մտնում, որովհետև ճակատագրական բաց թողումներ են թույլ տրվել, փափուկ ասած, բայց այնուամենայնիվ ցանկացած իրավիճակից ելք կա։ Այո, լուսավոր Հայաստան, ելք կա։ Հա, չէ։ Ելք կա մի քիչ այլ լուսավոր, այլ ֆորմատի լուսավոր Հայաստան էր, բայց ելք այնուամենայնիվ կա եւ պետք է փորձել փնտրել ելքերը։ Գիտեք, ճիշտ ասած շատ լավ միտք ինձ հուշեցիք։ Մեկ ես էլ տենց մտածում եմ ինքս իմ մեջ, ասում եմ, լավ, իսկ միգուցե պետք չի փոխել այս իշխանությունը։ Թող իրանք մնան ու իրանք միջև վերջ sense իրանց արածի համար պատասխանատվություն կրեն էլի։ Որ իրանք վերջում այդ ցավը զգան իրանց արածի, բայց հետո մտածում ես, ասում ես, դե չէ էլի, ախր
բա որ հասնենք այն կետին, որ էլ ոնց որ Հիմա ավտոբուսի մեջ նաև մենք ենք։ Պարոն Գյուրջինյան, ավտոբուսի մեջ նաև Երևանի առօրյա խնդիրները, որոնք նյարդեր են տանում որոշակի ժամանակ, ի վերջո մենք պլանավորում ենք մեր հաջորդ օրը կարճատև ժամկետում ենք հիմա պլանավորում իհարկե։ Մեր հաջորդ օրը թե մենք ինչ ենք անելու, որ ժամին որտեղ ենք լինելու եւ որ ժամին երբ ինչ է սկսվելու կամ ավարտվելու, արդյոք այս խցանումների, մեքենայի կայանման խնդիրները եւ այլն մեզ չեն կենտրոնացնում առօրյա խնդիրների վրա Երևանի մասով եւ մենք մոռանում ենք, որ սա մայրաքաղաք է, որը պետք է սնի ողջ հանրապետությունը եւ ինչու ոչ համայն հայության մայրաքաղաքն է։ Ինչպես անել, որ հանրությունը չմտածի, որ ես այսօր այս իմ հարցը պետք է լուծեմ եւ այս կենսապայմանը ապահովեմ, այլ ունենամ գեղեցիկ Երևան, մթնոլորտային եւ կոլորիտով փողոցներ։ Մեկ, չգիտեմ, Սարյանի թանգարանի դիմաց Քոչարի նկարը չլինի կամ եւ հակառակը։ Արդյոք այս խնդիրները առօրյա չեն շեղում մեր հանրությանը ավելի գեղեցիկ դարձնել Երևանը։ առօրյա խնդիրները ընդհանրապես շեղում են հանրությանը, որովհետև գոյություն ունի Մասլոուի բուրգ այդ մենեջմենտի տեսության մեջ, որ միջև ոնց որ sense բուրգ է, ամենատակը կենցաղային կարիքներն են, հետո վերև եւ բուրգի վերևը նոր ինչ որ ավելի այսպես ասած գլոբալ նպատակներ են հասարակության համար, այսինքն, չգիտեմ, ազնվությունը, երկրի զարգացումը, հոգևորը եւ այլն եւ այլն։ Դա խնդիր է բոլոր հասարակություններում, ոչ միայն մեր հասարակությունում, բայց դրա համար էլ կա իշխանություն, դրա համար կա անդիմություն, կան քաղաքական ուժեր, կան քաղաքակտիվիստներ, որոնք որ պիտի մտածեն այլ խնդիրների մասին, քան առօրյա խնդիրներն են, եւ նաեւ հանրությանը պիտի հասցնեն այն միտքը, որ բացի առօրյա խնդիրներից կան նաեւ խնդիրներ, որոնք պահանջում են լուծում, միգուցե ոչ կարճատև, բայց լուծմանը պետք է գնալ։ Իդեպ գործընկերոջ հետ միանշանակ համաձայն եմ, մեր մոտ երկարաժամկետ մտածելու, երկարաժամկետ ծրագրավորման, այսպես ասած, խնդիր կա, թե Երևան քաղաքի կառավարման պարագայում, թե այլ համայնքների, թե ընդհանրապես հանրապետությունով մեկ։ Ոչ մի համայնքապետ չի մտնում երկարաժամկետի տակ, որովհետև դա իրան ձայն չի բերելու։ Քաղաքապետը մտնում է միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու մեջ։ 1 տարի, 2 տարի հետո կամ մի ամիս հետո արդյունքը տեսնեն, բնակչությունը գոհ լինի, գնան իրան ընտրեն։ Հենց դրա համար եմ ես ասում եւ պարլամենտ անցնելու դեպքում մեր ֆրակցիայի գործառնություններից մեկը պետք է լինի այն, որ համայնքների զարգացման համար մշակվեն հստակ ծրագրեր, այսինքն օրենսդրական բազա ստեղծվի հստակ ծրագրերի մշակման համար, որտեղ հստակ լինի ինչ է արվում, ով է դրա համար վճարում եւ ով է պատասխանատու։ Նույն օրինակ բանի հետ կապված Նուբարաշենի աղբավայրի ուղակի մասնագիտությանս բերումով ես 2010 թվականից Նուբարաշենի աղբավայրի թեմայի մեջ եմ։ Եվ հիմա ասեք, հնարավորություն կա ազատվելու այդ խնդրից։ Գործնականում բան չի փոխվել։ Նուբարաշենի աղբավայրը ոնց կար, աղբատեղի նույնիսկ իրան չի կարելի, աղբանոցը, ոչինչ չի փոխվել։ Ինչի չի փոխվել։ Որովհետև պետության հստակ դիրքորոշում չկար։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում աղբավայրերի սանիտարական եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրների կառուցման հետ կապված։ Պետք է, պետք չի, եթե հստակ պետք է, ով պիտի վճարի։ Պետությունը անընդհատ դա փորձում էր բրդել համայնքների վրա։ Համայնքներն էլ ասում էին, բայց հարգելի պետություն, այդ դեպքում ես աղբանության վճարը պիտի բարձրացնեմ, այդ չեմ կարող, սոցիալական բունտ կառաջանա։ Հենց դրա համար եմ ես ասում, Երևանի կառավարման հետ կապված պետք է հստակ պետական մարմինները, համայնքային մարմինները, հստակ գործառնությունների տարանջատում պետք է լինի։ Երկարաժամկետի համար կարծում եմ միշտ պիտի պատասխան տա պետությունը, կամ գոնե պետության համակարգման ներքո լինի։ Նույն օրինակ այդ կեղտաջրերի մաքրման, որ ասացիք, դե խայտարակություն է իհարկե։ Բայց մյուս կողմից կեղտաջրերի մաքրումը չի կարելի թողնել համայնքի վրա։ Դա համայնքի պարտականությունը չի կամ համայնքի բյուջեով լուծվող խնդիր չի։ Երբեմն մենք նաև ականատես ենք լինում, հատկապես նոր նորքում, երբ
կեղտաջրերը ասֆալտի երեսին են։ Պետությունը, թեկուզ դա կարելի է համարել քաղաքային խնդիր, չէ՞, կեղտաջրերի մաքրումը դա թվացial համանքային խնդիր է։ Պետության հսկողության տակ է։ Տիկին Վարդանյան, ինչ փաստաթղթեր եւ լուսանկարներ կան ձեր մոտ։ Կրկին Երևանի մասին եւ կրկին ծառերի մասին եւ մեր երկարաժամկետ ծրագրերի, որոնք որ իրականանում են, պարոն Պետրոսյանը նշեց այստեղ մի քանի բան։ Սա այն ծառերն են, որոնք որ 2020 թվականին մենք հատեցինք Մաշտոցի պուրակում։ Եվ դուք երևի հիշում եք, ինչ աղմուկ բարձրացավ այն ժամանակ, որ այս ինչ եք անում, այս ինչ ծառ եք հատում, հատել ենք 5 այս վիճակում թեղիներ։ Եվ այն ժամանակ որդեգրել էինք մի քաղաքականություն, որ մենք ծառահատումներ չենք անում, Երևանում ծառերը թեղիները իրականում ունեին վարակի շատ լուրջ ուրեմն վիճակ, եւ մենք ներկրեցինք հատուկ ուրեմն տեխնիկա, սկսեցինք զանգվածային ծառերի բուժական աշխատանքներ իրականացնել, հատուկ միջազգային գործընկերների հետ մշակեցինք սխեմաներ եւ անընդհատ մենք նաև մոնիտորինգ էինք, մշտադիտարկում էինք անում եւ գնահատում էինք այն արդյունքները, որը մենք ստանում էինք։ Եվ գրեթե խնդիրը հաղթահարեցինք եւ ես ձեզ հիմա ցույց եմ տալիս, ուրեմն սա Թամանյան փողոցում մեր ծառերն են, որոնց վրա փակցված էին ծառահատման տոմսեր Եվ այս ծառերը նույն օրը, որ հատվեցին ուրեմն Մոսկովյան փողոցի ծառերը, այդ օրը այս ծառերը եւս պետք է հատվեին։ Բայց սրճարանների ուրեմն տնտեսվարողները, բնակչությունը եւ մենք էինք այդտեղ նաեւ ես որպես ավականու անդամ էի այն ժամանակ եւս մեծ աղմուկ բարձրացավ եւ այս ծառերը մնացին իրենց տեղում եւ ես այդ ժամանակ հենց կանաչապատման այսօրվա տնօրենի հետ միասին մենք հայլեցինք այդ փողոցով եւ ես ուղղակի ցույց էի տալի, որ այդ ծառերից ոչ մեկը չունի ցուցում հատելու համար, ինչի մասին գրեցի նամակ Երևանի այն ժամանակվա քաղաքապետի ուրեմն պաշտոնակատար պարոն Հովհաննիսյանը։ Եվ գրեցի ինչով է պայմանավորված, որ դուք տասնյակ ծառեր փակցրել եք տոմսը եւ հետո պարզվեց, որ այդ ծառերը կարելի էր որ մնային եւ այդ ծառերը օրս միջև այսօր իրենց տեղում են, հանկարծ չգնան ու կտրեն այդ ծառերը հիմա որ չունենանք մենք այս ապացույցները եւ ես ստացա պատասխան Երևանի քաղաքապետից, կարող եմ թողել հետո դուք էլ ծանոթանաք, որ մենք դիմեցինք կանաչապատման հոակ եւ այնտեղից ստացանք պատասխան, որ տնօրենը հանձնարարել է կրկին ուսումնասիրել ծառերը։ Եվ փաստացի կրկին ուսումնասիրելուց հետո այդ ծառերը այսպիսի իդեալական վիճակում մնացին իրենց տեղում։ Եվ երբ որ մենք այս ծառերն էինք հատում, կանաչապատման այսօրվա հոակի տնօրենը մի մեծ աղմուկ էր բարձրացրել եւ մեզ ասում էր հայք սիրուն չի, ծառ ինչի ես կտրում, բոլոր թեղիների վրա կան բլոճներ, ցիտում եմ ուղակի, պետք է ծառերը բուժել, այլ ոչ թե կտրել։ Այսօր Երևանում հատվել են հազարավոր ծառեր, փողոցների երկայնքով տասնամյակներով մերկացել են ծառերը, ես էլ չեմ խոսում, որ հատվել է սանիտարական հատկանիշներով օժտված մեր ռեգիոնում կայուն թեղի ծառատեսակը, հացենի ծառատեսակը եւ նրանց փոխարեն տնկվել են այնպիսի ծառեր, որոնք որ սաղարդ չեն ունենալու, որոշները եթե նույնիսկ ունենալու են, այդ ծառերը սանիտարական ֆունկցիա չունեն եւ խորհրդային միությունից ի վեր մեր մոտ այգեպուրակային տարածքներում այս ծառերը տնկվել են եզակի թվով ուղղակի դեկորատիվ էֆեկտներ ապահովելու համար։ Այսինքն վերադառնում եմ այլի նորից, մենք ինչ ենք անում, մենք տեխնիկային թատրոն ենք Երևանում խաղում կանաչապատման ոլորտում, ասում ենք, որ մենք 60 հեկտար պատմական անտառներ ենք ստեղծել, դուք ջարդել եք Երևանի կանաչ կմախկա, որովհետեւ քաղաքը ունի իր բնական այդ ուրեմն կանաչ սաղարթը եւ փողոցների կանաչապատումը դա բնակչության պաշտպանության առաջին շերտն է։ Դա ձեր համար այգեպուրակային տարածքում 5 ծառ հատելը չի։ Դուք կոտրել եք տարբեր հատվածների միջև այդ փոխկապակցվածությունը ապահովում են փողոցների ծառերը եւ նրանք նաեւ օդափոխության միջանցքներ են հանդիսանում։ Դուք իրավունք չունեք այդ անսասանությունը խախտեք։ Այսինքն, երբ որ ես նայում եմ մասնագիտական տեսանկյունից եւ նաեւ ինձ հետ բերել է միջազգային
բարձր հեղինակություն ունեցող փորձագետների եզրակացությունը, որ մի արեք այդպիսի բան, այդ թվում Ֆրանսիայի լանդշաֆտային ասոցիացիայի նախկին նախագահ, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ է, եւ նա գրում է, որ մենք Ֆրանսիայում տասնյակ տարիներ առաջ այդպիսի բան արել ենք, օրս մինչև այսօր մենք չենք կարողանում այդ խնդիրների տակից դուրս գանք։ Մի կոտրեք ձեր կանաչ կմախքը, մեր սխալների վրա սովորեք։ Եվ ես ամբողջական փաթեթը եւ Ֆրանսիայից եւ Քեմբրիջի համալսարանից եւ ուրեմն Միջին Ասիայի երկրների կանաչապատման ուրեմն ասոցիացիաների նախագահներից, որտեղ կլիմայով մեզ մոտիկ են եւ նույնանման ծառերով ձևավորված եղել խորհրդային տարիներին այս քաղաքները, եւ վերեցի հանձնեցի Երևանի քաղաքապետին 0 արձագանք։ Մենք այսօր ունենք ամբողջությամբ մերկացած քաղաքի կենտրոն, տիկինը նշում էր Զեյթունում այդ ծառերի հետ կապված փոխարինումը, նույնիսկ չեն նկատել, որ այդտեղ այդ փոքր ծառերը որ տնկել են, ձիակասկեր են տնկել, որը հենց այն մարդիկ, որոնք որ այսօր այդ կանաչապատումը անում են, իրենց մենագրության մեջ գրել են, որ այդ ծառատեսակները Երևանի պայմաններում իրեն լավ չի զգում, այսինքն հեռանկարային մենք չենք նայում։ Ինչ է լինելու 10 տարի հետո։ Լինելու է ոչ մի բան։ Հաջորդ իշխանության ժամանակ, հիշեք այսօրվա մեր հաղորդումը, մենք ստիպված ենք լինելու այդ ծառատեսակները սակուրա, ալբիցիա, հուդաձար եւ այլն ձիակասկ հանել, որովհետեւ այդ ծառերը փողոցների կանաչապատման համար չեն, չկա մասնագիտական մոտեցում։ Մենք ժամանակին ինչ էինք արել, պետք էր երկարաժամկետ ծրագիր, դրա համար մենք սկսեցինք ծառերի գույքագրումից, ծառերի վիճակի գնահատումից հասկանալու համար, որտեղ է մեր մոտ ամենախնդրառույց եւ որտեղից է պետք սկսել։ Խնդրում եմ տեխնիկային թատրոնին չխառնեք, դա լուրջ արվեստի ճյուղ է, այնպես որ այն ինչով զբաղվում են, դա տեխնիկային թատրոն չի։ Ինչպես անել, որպեսզի առհասարակ մենք հումոր ունեցող հասարակություն ենք, բայց անձրևաջրերից հետո մենք հասնում ենք պիկին, ինձ թվում է, սկսած այն տեսարաններից, որ մեքենաները կորում են այդ ջրերի տակ եւ վերջացրած նրանով, որ նրանք հետո ինչ որ մի կերպ հենց չորանում է, ամեն ինչ ավարտվում է։ Հաջորդիվ նորից նույն ցիկլը անդադար կրկնվում է։ Ասֆալտապատում, փոսեր, գծանշումներ։ Տեսեք, կա կարճաժամկետ, այսպես ասած, խնդիրը, զուտ հեղատար համակարգը վատ է սպասարկվում կամ չի սպասարկվում։ Իշխանությունն ասում է մենք վատ ժառանգություն ենք ստացել։ Իշխանությունը ստում է այն առումով, որտեղ այսօր ինքը չի դնում արվելագույն ջանքը, արկա եղած հեղատար համակարգը պայել այնպիսի վիճակում, որ ինքը աշխատի այնպես, որ գոնե լուծի խնդիրների մի մասը։ Դա մեկ։ Հաջորդ խնդիր պետք է հասկանալ ինչու են հեղեղներ լինում։ Մենք ունենք բնության հետ կապված, կլիմայի փոփոխության հետ կապված, եղանակի շատ մեծ տատանումներ, դա բոլորիս հայտնի է, դա կլիմայի փոփոխության մարդիկ երկար տարիներ խոսում են դրա մասին, բայց հենց որ մենք Երևանի բարձրադիր մասերում կանաչապատ կամ ջրաթափանց մակերևույթները, կանաչ տարածքները, բակերը կառուցապատում ենք եւ այդ ջրին ներծծվելու գետնի տակ գնալու տեղ չենք տալի, այդ ջուրը ճանապարհ են գնում, բայց դա կենտրոն։ Հեղատար համակարգը լավ չէ սպասարկում, բայց դա Երևանում լցվում է կենտրոնում։ Եվ այս ամեն ինչի մասին անկեղծ մենք նորից էլ միջազգային մի պրոյեկտի ժամանակ մի 5-6 տարի առաջ ենք զգուշացել, որ խնդիր ունենալու ենք։ Ասում են վիոլայի խնդիրն է, ասում ենք հարգելից հենց որ մեքենան գալիս է մաշտոցի անցումի տակ, ջրի մեջ խրվում է, այդ մարդուն դեջ չի հետագում, ոչ վիոլա, ոչ բան, քաղաք ես, մարդկանց տուր նորմալ ուրեմն կենսագործունեության կամ շարժվելու համար նորմալ պայմաններ։ Այ հիմա արդեն մեկ էլ հիշել են ամեն երկուշաբթի շատ լուրջ դեմքով հաթաթային տալի վիոլային եւ այլն։ Այսինքն տրամաբանությունն է նա, որ գիտեին, բայց դա նորից երկարաժամկետ ջանք է պահանջում։ Միակ տոնածառի փողից կամ մնացած ինչ որ իվենթների, միջոցառումների համար կարճաժամկետ վերադարձելություն, հատկատներ եւ այլ փողից պիտի կտրեին, տնային այս համակարգի մեջ։ Իրանք պետք է գային, ասին երևանցիներ ջան, մենք ոչ թե ի վիճակի չենք նորմալ բազաներ ստեղծել, որ աղբահանությունը քառակուսի մետրով չվերցնենք, այլ մեկ շնչի հաշվարկով վերցնենք, օրինակի համար, այդ փողը պետք է իրանք տային վիոլային օրինակի համար, եթե չի ուզում սակակին բարձրացնեին, վիոլային տասը վիոլա ջան սպասարկի մեր ուրեմն հեղատար համակարգը։ Ինչ ինվեստիցիաներ է արել Երևանը վերջին 7 տարիներին հեղատար համակարգի զարգացման համար։ Վիոլային մենք ասենք տալիս ենք համակարգ, դու շահգործի։ Բա նոր տեղերում որ դու կառուցապատում ես իրականացնել, բայց հեղատար վիոլայի պարտականությունն է, որ պիտի ստեղծի։ Այդ ամբողջ ինդուստրիալ տարածքները, Արշակունյացի վրա, Արաբկիրի վրա, որ հսկայական տարածքով բնակել տարածքներ, դրանից ոչ մեկի համար չի կառուցվել հեղատար համակարգ։ Եվ բնականաբար այդ հեղատար համակարգը չի կարողանալ պատասխան տալ ուժեղ հեղեղումներին։ Դա է խնդիրը։ Նույնը ճանապարհներին է վերաբերվում։ Ճանապարհների մոտեցումներ անում ենք, ես դժբախտաբար ապրում եմ ուրեմն այնպիսի մի փողոցում կենտրոնում, որտեղ մի տարի
Փողոցը փակվում է, կտրվում են բոլոր ծառերը դառնում են սակուրա, հետո քանդում են ավելացնում են լավերը վերևից սյուների վրա իջացնում են գետնի տակ, հետո փակում են, հետո մյուս տարի գալիս են քանդում են, որոքում են անցկացնում եւ այլն։ Այսինքն Թումանյան փողոցը վերջի 2 տարվա ընթացքում 4 անգամ քանդվել է չմտածված աշխատանքի արդյունքում։ Եվ միայն նրա համար, որտեղ դու գիտես, չէ, որ դրան անցում է լարանցում պիտի լինի, հետո պիտի որոքում լինի եւ այլն, ու բոլոր որոշումներն են այդտեղ, այդպես արվում։ Ամիրյան փողոց օրինակ եմ, Ամիրյան փողոցը հիմա անում են մայթերը։ Ասֆալտ փողոցը չեն ասֆալտապատում։ Հետո գալու են փողոցն են ասֆալտապատելու, անընդհատ առանց երկար-բարակ մտածելու։ Որտեվ լավ, ինչու են այդպես անում։ Չեն ուզում, չեն երկու պատճառ կա, կարճաժամկետ մտածողություն, եթե շատ բան անենք, եւ երկրորդը դիլետանտիզմը, որտեղ դա ջանք է պահանջում, դա գիտելիք է պահանջում, դա պլանավորման գիտելիք է պահանջում, որ դու կանաս պլանը հասկանաս, որ ես այ հենց որ սա անում եմ, հետո ունենամ այս խնդիրը, հետո այս խնդիրը, հետո այս խնդիրը։ Բայց եթե բոլորին թվում է, որ եթե իրենք երկու անգամ Իտալիայում, չգիտեմ, էժան վիզերով գնացել են կամ Լոնդոնում 3 ամիս ապրել են, դա բավարար է տրանսպորտի ռեֆորմա անելու, պիտի հիասթափեցնեմ, դա բավարար չի։ Մարդիկ տարիներով տրանսպորտի մենեջմենթ են սովորում, մարդիկ տարիներով փողոցների ճանապարհների նախագծում են անում, իսկ իրանք վերցնում են ճարտարապետ մասնագիտության մի հատ մարդ, որը նորից եմ ասում, 2 անգամ Իտալիա եղել, մի անգամ Միլանում եղել, բերում են ասում են փողոցի մի հատ բարեկարգումների նախատեսի։ Չի լինելու դա։ Ինչ արել են սխալ է եղել։ Երևանի փողոցների տուֆապատումը, որպես բոլորը երջանում են, ոչ գեղեցիկ է, այդ տուֆերը մյուս տարի 2-3 տարի հետո փշուր են դառնալու։ Հիմա արդեն գնացեք նայեք Պուշկին Փարպեցի փողոցում 1 տարի հաշվա ազատ տուֆեր ուրեմն մայթեր նայեք։ Դա ինչ ասեմ, դա հանցագործություն է, որովհետև դիլետանտիզմը ուրիշ մի բան է, բայց դա հանրային միջոց է, կամ մի հատ մասնավորի համոզում են, որ այդ ինվեստիցիան ներդրում անում է եւ այլն, եւ մենք փոշիացնում ենք։ Այսպես ուղղակի հնարավոր չի շարունակել եւ պետք է սա դեմ առնել եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ պլանավորման եւ ամենակարևոր բանը հատկապես որ գործընկերներն ովքեր հույսով եմ բոլորս կհայտնվենք ազգային ժողովում պետք է հետ գնալ վերջի տարիներին այդ փոշիացված գումարների հետևից պետք է գնալ որ այսուհետև որևէ մեկի մտքով չանցնի որ Երևանի վրա իրանք կարող են քաղաք կառավարել սովորեն որտեվ դա մենք ունեցվածքը մեր փոշիացվել է Դա ուղղակի անթույլատրելի է։ Եվ բացի այդ առաջացնում է ռիսկեր։ Բնականաբար։ Սկսած այդ նույն խիտ օրինակ էլի որոշ հատվածներում կենտրոնում այդքան չգիտեմ, բայց կան մայրաքաղաքում հատվածներ, որտեղ շինթույլտվությունների պատճառով հրշեջ մեքենաները չեն կարողանում մոտենալ նույն Աջափնյակում վերջի շրջանում շինթույլտվություն տված շենքներ եւ նոր կմարաշում են բազմաթիվ այդպիսի շենքեր, որտեղ մարդու անվտանգության պայմաններն ապահոված չեն։ Ձեր ավականու նիստերի ժամանակ իթիվս այլ հարցեր այս հարցին եւս անդրադարձել եք, բայց ինչ պետք է արվի։ Լավ, եկանք գնացիք խորհրդարան, այդ շենքերը կան հետ գնալու տրամաբանությամբ։ Արձանագրեմ հետեւյալը, որ այդ կառավարության արատավոր գործելավոճը որդեգրել նաեւ Երևան քաղաքի այս պահի կցած իշխանությունը, որ ասենք կարող է բերել նորակարգ 32 հարց, 32-ից 30-ը չզեկուցվող, 2-ը զեկուցվող, ու այդ 30 չզեկուցվողների մեջ այդ ձեր ասած այդ շինթույլտվություններն է ու հասարակությունը չի իմանում, որ տեղում քանի հարկանի, քանի բնակարան, ինչի տվեցին եւ այլն եւ այլն։ Այդտեղ խնդիրը շանգելուխը թաղված է այդտեղ։ Հիմա ես մեր գործընկերների մատնանշած թեմաներին մի պահ հպանցի կանրադառնամ։ Ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ սոս կապիկարության կամ դիլետանտության դրսևորում է ամենևին, դա էլ տեղ ունի անշուշտ, բայց ավելի շատ կոռուպցիայի հակուման դրսևորում է, որ աղքատությունը իրենց գլուխներում ու գրպաններում հաղթահարած հեղափոխական դիկնայք եւ պարոնայք հիմա զգացել են փողի համը եւ իրենց այդ աֆիլիացված ֆիրմաներով կարելի ասել լավ հարստանում են։ Սա ավելի շատ դրա հետևանքն է այս ամեն ինչը։ Շրջակա միջավայր թափվող Հրազդան գետի աղտոտվածության վերաբերյալ պարոն Պետրոսյան մի վարքյան անգամ չկասկածեք, այդ հարցը հրատապ կլուծվի, շատ հրատապ, եթե ասենք Թուրքիան նոտա տա, ասի Հրազդան գետը որ գնում է դեպի Արաքս, կեղտոտ է ջուրը արագացրեք, թե չասենք Ալիևը կհարցակվի, այդ պարագայում շատ արագ կեղտաջրերի գործարանը կտան Վեոլայի կասեն։ Թե դրանով ջրված լոլիկը մենք ուտում ենք, կարևորն դեղից ասել։ Այս կառավարության համար է տենց է։ Տիկի Վարդանյան, ծառերի հետ կապված, ես շատ խորին հարգանք ունեմ ձեր մասնագիտական հմտությունների ու ձեր գնահատականների հետ կապված, շատ ուշադիր հետևում եմ։
բացի ապիկարությունից եւ մասնագիտական խոցելիությունից, վստահ եմ գիտեք նաեւ այդտեղ քրեական գործ կա հարուցված։ Իշխանությունների հետ աֆիլացված տնտեսվարողը, որ ներկրել է շուկայականից անհամեմատ թանկ գնով, ու այդ քրեական գործը քնեցված է։ Հիմա, ասենք, մինչև չլինի իշխանափոխություն, այդ քրեական գործը որևիցե արդյունք չի տալու, թե ով է որոշել, որ պիտի հատկապես այս ֆիրմայից այս գնով այս թանկ ծառերը ձեռք բերեն։ Կանաչա պատմապետին էլ որ ասում են, այդ ինչի է 25000 դրամանոց ծիրանի ծառեր գնել, մենք կարող է բերքը վրաներ, ասում ահա դրա համար 25000 դրամ փող ենք վճարել են պարագայում, որ 5000 դրամ է։ Չի կարա բերք տա։ Հա, ասենք այդ զավեշտի էլ է բանը հաստու։ Պարոն Լուրջյան, ամենայն հարգանքով ձեր անձի հանդեպ, բայց մի տեսակ ես անկեղծ չեմ կարող հասկանամ, ասենք ձեր խոսքը հիմա մի քիչ ակտուալ չգիտեք ինչի համար։ Որտեղ երբ որ 22 թվականին Պրագայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ձեր կուսակցության առաջնորդը հոժար մնաց եւ շարունակեց պաշտոնավարել որպես դեսպան։ Կուսակցության առաջնորդը այս քննարկման թեման չի Արցախը եղավ, էլի մնացիք հոժար, հիմա ընտրություններից առաջ հրաժարական եք տվել, ընտրությունների եք մասնակցում, որ գաք լավ մտքեր ասեք, մի քիչ անկեղծ ասած դժվար է հավատալ։ Երևանի թեմային չանդրադառնանք։ Չէ, եթե Երևանի կապված լուծումներ են առաջարկում քաղաքական դերակատարները, պիտի հասկանանք ով ինչ անցած ճանապարհորդի, թե չէ։ Միշտ կարելի է կենացներ խմել, ասել թող վատ բաները անցնեն, լավ բաները գան։ Իհարկե, բայց մեր քննարկումը վերջում հատկապես պատասխանեմ, թե դա պատասխանեք, բայց դրա բարձրաբանումը Էդմոն տվել է, բայց կարող եք պատասխանել ձեր իրավունք։ Ուրեմն ինչ վերաբերում է կուսակցության առաջնորդին, այդ հարցադրումը խնդրում եմ իրան տվեք, ինքը բազմաթիվ անգամներ ասել է եւ այլն, ինքս կարող եմ հետեւյալը ասել իմ անունից եւ падգամավորների տեխնացուների անունից Լուսավոր Հայաստանից առաջադրված որևէ կերպով հնարավոր չէ գործող իշխանության հետ համագործակցությունը գործադիրում։ Շատ լավ։ Յուրաքանչյուրը առավելագույնը 3 առաջարկ կարճ եւ 1 բառով ինչ եք առաջարկում Երևանին։ Ձեզնից սկսենք։ Սիրելի երևանցիներ, հեղափոխական տիկնայք եւ պարոնայք օգտվելով արդեն իսկ վաղուց հասունացած փոփոխությունների այդ օբյեկտիվ պահանջից տալով ժողովրդի հաջողություններ, հռչակելով 3 միլիոն վարչապետեր եւ գալով իշխանության շատ արագ դարձան այն ամենի բազմապատիկ կրողը, ինչի դեմ պայքարելով եկել էին եւ կարճ ժամանակ անց այդ 3 միլիոն վարչապետերին անվանեցին Պողոսներ, ուրեմն մենք այս ընտրություններին ասում ենք ոչ Պողոսացմանը։ Ոչ Պողոսացմանը պետք է այս ցիկլը փակվի։ Հետո արդեն ժամանակի հետ հղպանալով եւ հարստանալով եւ իրականությունից կտրվելով արդեն տարբեր անձինք իրենց թույլ տվեցին ժողովրդին անվանել համբալ։ Ուրեմն նաեւ ոչ համբալացմանը եւ ամենակարևորը աստիճանաբար այս իշխանությունները ակնհայտ երկիրը սարքում են թուրքական վիլայետ եւ Հայաստանի ղեկավարի փոխարեն իրենք պատրաստ են լինել նաեւ Թուրքի դրածո փաշա, այսինքն ոչ փաշայացմանը եւ ամփոփելով այդ երեք խոսքը պիտի դրվագը պիտի հայտարարենք ոչ Պողոսացմանը, ոչ համբալացմանը, ոչ փաշայացմանը։ Անպայման հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս, ձեր քվեով ուղղակի նպաստեք, որ այս մղձավանջը, այս խայտարակությունը, այս գահավիժումը վերջապես կանգ առնի եւ մենք հնարավորություն ունենանք մեր մեջքը շտկել եւ իրուր աշխարհի ցույց տալ, որ Հայաստանի, հայի իմունային համակարգը չի սպառվել եւ մենք տեր ենք կանգնելու Հայաստանի Հանրապետության ապագային որպես Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիներ։ Միասնության թվեր կուսակցության ներկայացուցիչ։ Եվ Երևանի դեպքում, եւ Հայաստանի դեպքում խոստանում ենք արդար քաղաք, որտեղ բոլորը կարող են ըստ արժանվույն ոչ այսպես աստուադասված տեղափոխվել, շարժվել, ապրել, ունենալ պատշաճ կանաչ տարածք եւ այլ եւ այլ եւ այլն։ Եվ Երևանի դեպքում եւ Հայաստանի դեպքում առաջարկում ենք խելացի կառավարում, ոչ դիլետանտիզմին, ոչ պատահական մարդկանց փողոցից վերցնել, բերել, վստահել մի ոլորտի կառավարում, որոնց մասին ոչ միայն գաղափար չունեն, այլ այդ մարդիկ երբևիցե 3 հոգու չեն ղեկավարել, բայց մի ամբողջ ոլորտ տալ կառավարել այդ
այդ առումով։ Եվ ամենավերջում, բայց դա եւ վերջինը չի կարևորության համով անվտանգություն եւ Երևանում շարժվելիս առողջ միջավայր եւ այլն եւ ամբողջ երկրում անվտանգություն եւ բայսբուն իմաստով անվտանգություն, ոչ թե սուտ խաղաղություն, ինչը խոստանում են հիմա մեզ։ Տիկին Վարդանյան։ Նոր ուժ Մենք խոստանում ենք առողջ քաղաք, ամենակարևորը, որտեղ նորածին Երևանցին կլինի ապահովված եւ մենք աշխատենք անել ամենը նրա ապագայի համար, այսինքն երկարաժամկետ ծրագրեր անենք, որոնք ստակ կլինեն գիտական հեն եւ այստեղից արդեն հաջողությունը այն աշխատանքների, որը մենք անում ենք։ Եվ մի եւս կարևոր բան, անպայման պետք է լինի իրավական գնահատական այն բոլոր գործողություններին, որոնք այսօր կատարվում են, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ լճացած իշխանությունը, որը անընդհատ վերընտրվում է, երբեք իրեն պատասխանատվության չի կանչում։ Եվ նույնիսկ այսքան ես խոսեցի բնապահպանական թեմաների շուրջ, որևիցե անգամ մենք քննարկում չունեցանք առողջ քննարկման մասին է խոսքը, որ այս ինչ որ անում ենք, սա կամայական գործողություններ են, որոնք ուղղակիորեն անդրադառնում են բնակչության առողջության վրա։ Այսինքն չդրվեց բնակչության առողջությունը, ստորադասվեց այն որոշումներին, թիմային որոշումներին, որ կա թիմային գործընթաց եւ այս թիմային աշխատանքը պետք է շարունակվի։ Մենք ամենակարևոր բանը, որ մենք ասում ենք, որ չպետք է լինի թիմ խաղ, պետք է լինեն պրոֆեսիոնալներ եւ այն մարդիկ, որոնք որ ունեն անցած ճանապարհ, որոնք իրականում ոլորտ կարող են ղեկավարել, այլ ոչ թե մենք որ ոլորտին էլ նայենք, հանկարծակի մարդիկ են, որոնք որ այս որոշումները կայացնում են եւ ամեն հաջորդ իշխանությունը որ գա, եթե անգրագետ ձևով է գործելու, ստիպված է լինելու նախորդների սխալները ուղղել։ Այս իշխանության ամենակարևոր բանը, որ ասում էին, որ նախկիններն են մեղավոր, նախկինները սխալ են, 8 տարի անցել է, իրանք վաղուց արդեն դառնում են նախկին, բայց դեռ գնահատական սեփական սխալներին չեն տալիս եւ չկա ուրեմն հետ հայացք, իսկ ի՞նչն ենք մենք սխալ արել։ Միգուցե ընդդիմություն չի կարելի անընդհատ ասել ընդդիմությունը ասեց, ուրեմն կապ ունի նախկինների հետ, ուրեմն այսպես է անverջ ինչ որ մի բան այլ ուղղակի կարողանալ լսել եւ հասկանալ, որ մենք բոլորս ունենք մի ամենակարևոր մի բան Հայաստանի Հանրապետություն, որտեղ մեր ամենակարևորը պետք է լինի Հայաստանի Հանրապետության առողջ բնակիչը, որի համար մենք բարեկեցություն ենք ապահովելու, նա ապրելու է անվտանգ երկրում եւ ունենալու է ինքն էլ իր արդեն երկարաժամկետ նպատակները, որովհետեւ երբ որ ես լսում եմ, մեր քաղաքացիները խոսում են առօրյայի մասին, ոչ ոք չնշեց ինչ որ մի ավելի մեծ ծրագրի մասին, մարդիկ խոսում են խցանման մասին, որ ծառերը եկան կտրեցին, որ քաղաքում աղբահանության հարցը չի լուծվում եւ այլն։ Այսինքն սրանք սա հենց խոսում են նրա մասին, որ մենք սխալ ենք աշխատում։ Այո։ Պարոն Գյուրջինյան, Լուսավոր Հայաստանի խոստացած Երևանն ինչպիսին է լինելու։ Խոսք ենք տալիս, թե Երևան քաղաքի պարագայում, Երևան քաղաքի զարգացման պարագայում օրենսդիրում կլինենք, գործադիրում կլինենք, Երևան քաղաքի խնդիրների նկատմամբ վերաբերվել պրոֆեսիոնալ եւ հավասարակշռված երկարաժամկետ կտրվածքով, հասկանալով այն իրավական փոփոխությունները, որոնք պետք են տվյալ իմ հնչեցրած նպատակներին հասնելու համար, խոսք ենք տալիս քաղաքական պատասխանատվություն եւ խոսք ենք տալիս հաշվետվողականություն։ Իրականում կհորդորեի երևանցիներին եւ ոչ միայն երևանցիներին լինել ակտիվ, գնալ ընտրատեղամասեր, անպայման կատարել իրենց ընտրությունը, կապ չունի ում օգտին, բայց գնացեք եւ ընտրեք, որտեղ ոչորոշ ընտրություններ են, որ չստացվի հետո, դե ես չգնացի, չընտրեցի, բան սենց ոնց որ դե ես մեղավոր չեմ, չէ, ամեն մեկս պիտի պատասխանատվություն կրենք մեր ձայնի համար, որտեղ այս կամ այն ճանապարհը Հայաստանի Հանրապետության որդեգրած կախված է այս ընտրությունների արդյունքից։ Ինչ վերաբերվում է նախկիններին, 7 տարի նախկին դարձած եւ այլն, գիտեք ինչի է նման, ոնց որ 8 տարի ինչ որ աղջկա հետ ամուսնացած լինես, բայց հենց ասի շոր չունեմ, չգիտեմ, կոսմետիկա չունեմ, բան ասես, բա գիտես նախկին ամուսինդ ինչի չեր արել կամ նախկին ընկերդ ինչի չեր արել։ Դե թող առներ։ Երկրորդ անգամ է ամուսնացել։ Հա, օրինակ, կամ հա։ Բա ինչի չի արել, հեն առներ էլի 8 տարի առաջ։ Դե եղբայր, արդեն 8 տարի դու ես էլի, համ
Մի խոսքով։ Ծնողների։ Հա, կամ ծնողներից, հա, չվիրավորենք աղջկան, ծնողներից, բաց հայրդ ինչի չէր առնում։ Ամփոփենք, դե հիմնականում համայնքների զարգացման հստակ ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր, հեռանկարային ծրագրեր, խելացի կառավարում, առողջ քաղաք, առողջ բնակչություն։ Եվ բոլոր այն խնդիրները, որոնց մասին մատնանշվեց, լուծման տարբերակներ այս քաղաքական ուժերն ունեն, սկսած ջրամատակարարման խնդիրներից, ջրահեռացման, կոյուղատար համակարգեր եւ այլն։ Եվ լսենք արհեստական բանականությանը։ Երևանը, լինելով դինամիկ զարգացող քաղաք, այսօր կանգնած է մի շարք լուրջ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համակարգային եւ ժամանակակից մոտեցումներ։ Ահա հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման ուղիները։ Տրանսպորտ եւ խցանումներ։ Սա քաղաքի թերևս ամենացավոտ խնդիրն է։ Ավտոմեքենաների քանակի աճը գերազանցում է փողոցների թողունակությունը։ Մետրոպոլիտենի ընդլայնում։ Նոր կայարանների կառուցումը, օրինակ Աջափնյակի հատվածում, էականորեն կբեռնաթափի վերգետնյա տրանսպորտը։ Միասնական տոմսային համակարգ։ Տրանսպորտի լիարժեք արդիականացում եւ հստակ չվացուցակների ներդրում։ Հեծանվային ուղիներ։ Այլընտրանքային տրանսպորտի համար անվտանգ ենթակառուցվածքների ստեղծում։ Կանաչապատում եւ էկոլոգիա։ Կանաչ կոտիների պակասը եւ փոշու բարձր մակարդակը բացասաբար են անդրադառնում բնակիչների առողջության վրա։ Լուծում. բուֆերային գոտիների վերականգնում, քաղաքի շրջակայքում անտառաշերտերի հիմնում, օրինակ Ծիծեռնակաբերդի կամ Նորքի անտառների վերականգնում, ոռոգման ցանցի արդիականացում, առանց ջրի կանաչապատումն անհնար է։ Շինարարական նորմերի խստացում, փոշու տարածումը կանխելու համար խիստ վերահսկողություն կառուցապատողների նկատմամբ։ Աղբահանություն եւ թափոնների կառավարում։ Չնայած որոշակի դրական փոփոխություններին, աղբի տեսակավորման եւ վերամշակման մշակույթը դեռ սաղմնային փուլում է։ Աղբի վերամշակման գործարան։ Սա ռազմավարական նշանակության հարց է Նուբարաշենի աղբավայրի խնդիրը վերջնականապես լուծելու համար։ Տեսակավորման խթանում, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում եւ համապատասխան աղբամանների հասանելիության ապահովում։ Քաղաքաշինություն եւ ճարտարապետական տեսք։ Կենտրոնի գերկառուցապատումը եւ պատմամշակութային շերտերի կորիստը փոխում են քաղաքի դիմագիծը։ Նոր բիզնես եւ մշակութային կենտրոնների ստեղծում ծայրամասային վարչական շրջաններում, օրինակ Դավթաշենում կամ Մալաթիայում։ Միասնական էսթետիկ նորմեր, գովազդային վահանակների, շենքերի արտաքին տեսքի եւ լուսավորության կանոնակարգում։ Ինչպես հասնել այս ամենին։ Անհրաժեշտ է 3 կողմերի համագործակցություն՝ քաղաքային իշխանություն, ճիշտ կառավարում եւ բյուջետավորում, մասնավոր հատված, ներդրումներ եւ նորարարություն եւ քաղաքացի, պատասխանատվություն եւ սեփական քաղաքի հանդեպ հոգատարություն։ Հստակ կարծես թե։ Այո, բայց ընտրություններին արհեստական բանականությունն այս անգամ չի մասնակցում, հաջորդ ընտրություններին գուցե։ Երևանն իմ տունն է արտահայտությունը չպետք է լինի պարզապես արտահայտություն, այլ պետք է լինի գաղափար։ Եվ ինչպիսի դիմագիծ այն կունենա, կախված է ոչ միայն իշխանությունից, այլ յուրաքանչյուր մեզանից։ Շնորհակալություն։